Աստվածաշնչյան ընթերցանություն ամեն առավոտ Չարլզ Սպերջեն Դեկտեմբերի 11 Հավատարիմ է նա, որ ձեզ կանչեց, ու ինքն էլ պիտի կատարի այն։ Առաջի Թեսաղոնիկեցիներին 5:24 Երկինքն այն վայրն է, որտեղ երբեք չեն մեղանչելու, որտեղ հավիտյան ստիպված չեն լինի զգոն լինել, քանի որ չի լինի մեզ որսալ փորձող գայթակղիչը։ Այնտեղ անօրենները վախ չեն առաջացնում և այնտեղ հանգստանում են ուժասպառ եղածները։ Երկինքն անապական ժառանգություն է կատարյալ սրբության և լիարժեք հանգստի վայր։ Բայց միթե երկրի վրա նույնպես սրբերը երբեմն չեն վայելում երանելի հանգիստը։ Համաձայն Աստծո խոսքի գառան հետ սերտորեն կապված բոլորը փրկված են։ Բոլոր արդարները հաստատապես մնալու են ճշմարտության ճանապարհի վրա։ Իսկ բոլորը, ովքեր իրենց հոգիները Քրիստոսին են վստահել, նրանում կգտնեն հավատարիմ և հուսալի խնամակալի։ Այդպիսի ուսմունքով սնվելով մենք վայելում ենք հանգիստը, դեռ երկնային պանդխտության ընթացքում հանգիստ, որը ոչ թե ազատում է սխալներից, այլ բխում է Քրիստոսի խոստումից այն մասին, որ ամեն իրեն հավատացող չի կորչի, այլ հավիտենական կյանք ունենա։ Թանկագին ընկեր, ավելի հաճախ խորհիր սրբերի հավիտենական կյանքի մասին, թանկ գնահատիր մեր Աստծո հավատարմությունը, նրա հանդեպ սուրբ վստահություն տածիր և նա քեզ վստահություն կտա Քրիստոս Հիսուսում փրկության վերաբերյալ։ Նա քեզ կհավաստիացնի, որ քո անունը գրված է իր ձեռքերի ափերի մեջ և շշուկով կարտաբերի իր քաղցր խոստումը։ Մի վախեցիր, ես քեզ հետ եմ։ Ուխտի մեծն երաշխավորը հավատարիմ և արդար է, այդ պատճառով նա պարտավորվել է ներկայացնել քեզ, հնարավոր է ընտրյալներից ամենամեղավորին շնորհքի գահի առաջ։ Այնտեղ դու խմելու ես անուշաբույր գինի, Տիրոջ նռագույն խնձորենի հյութ և ճաշակելու ես երկնային թագավորության ընտիր պտուղները։ Դու կճաշակես ուրախությունը, որ գերում է կատարյալ սրբերի սիրտը։ Եթե աներեր վստահությամբ հավատաս ու հավատարիմ է նա, որ քեզ կանչեց, ու ինքն էլ պիտի կատարի այն։